միջև խոսք խղել է, ես ուզում եմ մեկ առ մեկ կարդալ Բաքվում ապօրինաբար պահվող մեր բոլոր պատանների անունները։ Ալյոշա Խոսրովյան, Լյուդվիկ Մկրչյան, Մելիքսետ Փաշայան, Գարիկ Մարտիրոսյան, Դավիթ Աղավերդյան, Լևոն Բաղայան, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էրիկ Ղազարյան, Մադատ Փաշայան, կներեք Բաբայան, Ռաշիդ Բաբայան, Արգադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Մանուկյան, Դավիթ Բաբայան, Դավիթ Իշխանյան, Լևոն Մնացականյան և Ռուբեն Վարդանյան։ Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Free Armenian hostages back! Ես իմ խոսքում ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա, որ այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտում մի շատ պարզ և անօտարելի իրավունքի իրացման համար, և դա Արցախի ժողովրդի ինքնորոշման և ազատության իրավունքն է։ Ազատության և ինքնորոշման ձգտող ժողովուրդների ներկա ցուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, և դա փոխնախագահապես շատ լավ պետք է իմանա, որովհետև դա մենք չենք ասում, դա ասում է միջազգային իրավունքը։ Հետևաբար նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների, թե իբր նրանք ահաբեկիչներ են։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը և այս պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգներին որպես Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր դերակատար այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը, չի կարող լինել խաղաղություն առանց հումանիզմի, առանց հումանիտար հարցերի կարգավորմանը։ Եվ ուրեմն բոլորը միասին նորից կրկնենք ազատություն հայ պատաններին, Ազատություն հայ պատաններին! Ազատություն հայ պատաններին!